Հոկտեմբերի 21-ի հրավիրված նիստի օրակարգում ունենք մեկ հարց։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 70A որոշման համաձայն Հայաստանի էլեկտրական ցանցերի փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը պետք է ավարտեր էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը։ Աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով սույն թվականի օգոստոսի 2-ին հանձնաժողովը դիմել է ընկերությանը, որին ի պատասխան վերջինս օգոստոսի 9-ի գրությամբ հայտնել է, որ չնայած կատարված աշխատանքներին դեռևս առկա են էլեկտրոնային առևտրային հաշվիչներ, որոնց ժամային շեղումները տեխնիկական պատճառերով չեն շտկվում։ Նշված խնդրի ուսումնասիրության նպատակով սույն թվականի սեպտեմբերի 6-ին ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում 2016 թվականի սեպտեմբերի 14-ի գրությամբ ընկերությունը հայտնել է, որ ձեռնարկել է լրացուցիչ միջոցառումներ էլեկտրոնային առևտրային հաշվիչների խախտված կամ չուղղված ժամերը շտկելու ուղղությամբ։ Հանձնաժողովի աշխատակազմը հարուցված վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացված էլեկտրոնային հաշվիչների աշխատանքների ճշտության ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք էլեկտրոնային հաշվիչների ժամային շեղումներ։ Ընկերությունից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հանձնաժողովը երկու անգամ 10-ական օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը։ Ընկերությունը 2016 թվականի հոկտեմբերի 14-ի գրությամբ հայտնել է, որ ժամային շեղումներով առևտրային էլեկտրոնային հաշվիչների հայտնաբերման ուղղությամբ վերջինիս կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ի հայտ են եկել թվով շուրջ 30,000 հաշվիչներ, որոնց շեղումները պայմանավորված են մարտկոցների լիցքաթափված լինելու կամ այլ թերություններով։ Գրությամբ նաև նշված է, որ խնդիրներն ամբողջական պարզելու նպատակով իրականացվում են մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքում կկազմվի միջոցառումների իրականացման ծրագիր, որի, ինչպես նաև աշխատանքների ավարտման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի հանձնաժողովին։ Այսպիսով վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 70A որոշման երկրորդ կետի երկրորդ ենթակետի պահանջը։ Հաշվի առնելով վերնշվածը ձեր քննարկման ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 70A որոշման երկրորդ կետի երկրորդ ենթակետի պահանջը խախտելու համար ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառել տուգանք 5 միլիոն դրամ գումարի չափով։ Ընկերությանը հանձնարարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում մշակել եւ հանձնաժողով ներկայացրել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման ծրագիր ժամանակացույց, ներառելով տարբեր տեխնիկական խնդիր ունեցող հաշվիչների ժամային շեղումների շտկման համար նախատեսվող միջոցառումների ցանկը, նշելով յուրաքանչյուր միջոցառման ավարտման ժամկետը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ընկերությունը ապրիլից հետո մեր ընդունված որոշման պահանջները կատարելու ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարել։ Սակայն, ինչպես նշեց զեկուցողը, չի հաջողվել ամբողջությամբ ավարտել այդ աշխատանքը, ինչը ամրագրված էր մեր ապրիլի ընդունած որոշման ժամանակ։ Իհարկե, նաև ձեր հետ միասին ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերի մենք մոնիթորինգ իրականացրեցինք ուսումնասիրելու որոշակի խնդիրներ, որոնք են պատճառները վերհանել, որպեսզի գնահատենք ստեղծված իրավիճակը եւ մեր հետագա գործողությունները եւ որոշակի մեզ համար արդեն պարզ են խնդիրների այն ցանկը, որոնք առկա են այսօր այդ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչների մոտ, որոնց մի մասը ձեր ուղղելուց հետո նորից շեղվել են, մի մասը տարբեր տեխնիկական պատճառներով չեն ուղղվել եւ ունենք այսօր այն թվականակը, որը նշեց պարոն Աղինյանը իր զեկույցում։ Հիմա մեր բաժանորդը մեղավոր չի ոչ այդ տեխնիկական պատճառների հետ կապված, ոչ մեկ, ոչ մյուս խնդիրներով պայմանավորված, մեր բաժանորդը պետք է ունենա հստակ ճիշտ ժամանակը ցույց տվող հաշվիչ։ Իհարկե, ես նաև գիտեմ ձեր բացատրությունները, որ այդ շեղումները նաև առանձին դեպքերում եւ մեծ մասամբ նաև իօգուտ բաժանորդ են, միգուցե տենց, միգուցե տենց չի, բայց
մեզ պետքա բարձություն, հստակություն եւ մեզ պետքա որ բոլոր ձեր այսօրվա տեղադրված 330,000 հաշվիչները մոտ այդքան են, չէ, էլեկտրոնային հաշվիչները մի քիչ ավելացել են 350,000 հաշվիչներն էլ ցույց տան նույն ժամանակը եւ բոլորիս համար նույն հասկացվածությունը լինի եւ բոլորս էլ իմանանք մեր ժամերի գիշերային սակագները օգտագործենք այն ժամերին եւ որը նախանշված է մեր իրավական ակտում եւ ինչպես նախագծում նախանշված է ձեզ տրվում է երկշաբաթյա ժամկետ պարոն Հարությունյան որպեսզի դուք ներկայացնեք մեզ հստակ սեղմ ժամկետներում գործողությունների ծրագիր այս մնացած 29,000 թե 30,000 հաշվիչները ամբողջությամբ բերել նորմալ վիճակի եւ ընդհանրապես այս մասին մենք երբեք էլ չխոսանք, չանդրադառնանք եւ կարողանանք բարձրակատով նայենք մեր սպառողներին։ Եթե այլևս այլ մտքեր արտահայտողներ չկան, ես նախագիծը ներկայացված դնում եմ քվեարկության, ովքեր են կողմ, խնդրում եմ քվեարկել։ Թողնել ձեռնպատ չունենք ընդունված է հանձնաժողովի այսօրվա որոշումը տեղիներ, չնայած մեր կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք ըստ էության մեր հանրապետությունում մեր ընկերության տարածքում գտնվող սպասարկման տարածքում գտնվող բոլոր էլեկտրոնային հաշվիչների վրա մենք անցել ենք, սակայն իրականում դա մեր համատեղ մոնիտորինգի արդյունքներն են արձանագրված, առկա են հաշվիչների որոշակի քանակ, նշվեց քանակը, որտեղ որ տեխնիկական պատճառներով տեղում շտկելուց հետո նորից առաջացել են շեղումներ, իսկ դրանք արդեն պահանջում են առավել ժամանակատար գործողություններ, այսինքն դա պահանջում է ապամոնտաժել հաշվիչը, տանել լաբորատորիա եւ համապատասխան վերանորոգում կատարել, եթե վերանորոգվի։ Այլ դեպքում հաշվիչը ուղղակի պետք է փոխարինվի։ Դրա համար մենք հիմա ձեռնարկել ենք միջոցառումներ եւ պահեստամասերի ձեռքբերման, որոնք որ Հայաստանում չեն արտադրվում, չկան, դրանք պետք է ներկրվեն եւ նոր հաշվիչների ձեռքբերման ուղղությամբ, որպեսզի կարողանանք։ Իսկ ժամկետը ինչքան ժամանակում, դա քանի որ շատ անհատական արդեն գործողություն է եւ դրանով էր պայմանավորված նաեւ այսօրվա որոշումը, որ չնշվեց կոնկրետ ժամկետ, որ մենք մեզ տրվեց ժամկետ, որպեսզի մենք կարողանանք այդ ընթացքում ներկայացնել գործողությունների ծրագիր։ Դա պահանջում է առավել մասնագիտական գնահատում, որից հետո կարողանանք ասել։ Բայց ամենակարևորը ես ուզում եմ մեր բաժանորդներին հավաստիացնել, որ ցանկացած դեպք, նորից եմ ասում, եթե կլինի կոնկրետ, որ մեր բաժանորդը ուժելը այդ արդյունքում, դրա արդյունքում պատրաստ կլինենք քննարկել եւ կայացվի անպատասխան որոշում, ես հարգում եմ մեր բաժանորդների իրավունքները, մենք բոլորս հարգում ենք մեր բաժանորդների իրավունքները։ Բացի դրանից ես կավելացնեմ նաեւ, որ մեծածավալ, գիտեք, աշխատանքներ են իրականացվում Երևանի, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ եւ Արաբկիր համայնքներում, որտեղ տեղակայվում են սմարթ հաշվիչները, այսինքն այն ասկոյ համակարգի այդ բազմիցս իմ կողմից ներկայացվել է դա դրա աշխատանքներն են իրականացվում եւ կոնկրետ նշված տարածքներում շատ կարճ ժամանակ հետո ընդհանրապես ոչ թե ժամային գրաֆիկի, այլ վստահ եմ, որ որևէ այլ տեսակի խնդիր երբևիցե էլեկտրացանցի հետ կապված չի լինի։